Կրթությանը վերաբերող գործընթացների թվայնացման ուղղված աշխատանքների շրջանակում այս տարի մի փոքր փոփոխություն ունենք մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ընթացակարգերում եւ նախկինում էլ վերջին տարիներին էլեկտրոնային ձևաչափով էր տեղի ունենում ընդունելությունը, սակայն այս տարի մի փոքր ավելի զարգացրել ենք եւ տվյալների ճշգրտությունը ապահովելու նոր հնարավորություններ ենք համակարգում ներդրել, ինչպես նաեւ դիմորդներին կամ նրանց ընտանիքներին, ծնողներին ազատել ենք լրացուցիչ թղթեր տարբեր գերատեսչություններից անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց կարիքը կա փաթեթում ներկայացնելու համար հավաքագրելու անհրաժեշտությունից, քանի որ ստեղծվել է հնարավորություն բոլոր այն համակարգերը, որոնք թվայնացված են նաև այլ գերատեսչությունների կողմից, այդ համակարգերում առկա տվյալները փոխգործելիության շրջանակում հասանելի են նաև ընդունելության գործընթացի համար եւ քաղաքացիները այլևս ստիպված չեն լինելու հավաքագրել այդ փաստաթղթերը եւ ներկայացնել ընդունելության համար։ Ընդհանուր առմամբ պիտի ասեմ, որ հատկացված տեղերի քանակի հետ կապված մեծ փոփոխություններ չունենք այս տարվա ընթացքում, պահպանվել է մոտավոր նախորդ տարիների ցուցանիշները, թեև ընդունելության ցուցանիշները պիտի նշեմ, որ տարեստարի լավանում են եւ ամեն տարի մենք 10%-ից ավելի աճ ենք ունենում քոլեջների ընդունելության ցուցանիշներում այս տարվա համար արհեստագործական կրթական ծրագրերով նախատեսված է 3312 տեղեր եւ 800 տեղ ներքին գործերի նախարարության ծրագրերի շրջանակում 107 մասնագիտությամբ է ներողություն արհեստագործականով 38 մասնագիտությամբ է իրականացվելու կրթությունը, որոնցից 21-ը գերակա ոլորտներով կրթաթոշակային ծրագրով Միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6064 տեղ 107 մասնագիտությամբ կրթություն իրականացնելու համար, որոնցից 15-ը գերակա ճանաչված մասնագիտություններով եւ կրկին կրթաթոշակային ծրագրով հիշեցնեմ, որ Կառավարության կողմից որոշ ոլորտներ արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ շինարարության ոլորտները ճանաչվել են որպես տնտեսության համար գերակա ոլորտներ վերջին տարիներին եւ այս ուղղությամբ կրթություն ստացող շրջանավարտներին առաջարկվում է 50,000 դրամի չափով կրթաթոշակ, ընդ որում առաջին կուրսում անկախ նրանից, թե ուսանողը ընդունվել է պետպատվերով, թե վճարովի համակարգում բոլոր ուսանողները ստանում են կրթաթոշակը, այնուհետև առաջին տարվա արդյունքները ամփոփելուց հետո ըստ իրենց առաջադիմության այն ուսանողներն որոնք ունեն բարձր առաջադիմություն պահպանում են իրենց կրթաթոշակը, իսկ այն ուսանողները, որոնք չունեն այդ առաջադիմությունը, կրթաթոշակ չեն ստանում այնքան ժամանակ, քանի դեռ իրենց առաջադիմության ցուցանիշները չեն բարելավել, ասեմ, որ այս մասնագիտությունների գծով վերջին տարիներին կրկին ունեցել ենք բավական մեծ արդյունքներ, բավական մեծ ցուցանիշներ եւ երիտասարդները սկսել են հետաքրքրվել հենց այս մասնագիտություններով եւ այն մասնագիտությունները, որոնք թափուր էին մնում նախորդի ժամանակաշրջանում, ներկայումս արդեն համալրվում են եւ մենք ունենում ենք ուսանողներ։